Դեկտեմբերի 10-ին կատարվեց կորոնարոգրաֆիա, անոթներից վիճակը շատ վատ էր, որոշեցին ստենդավորել, բայց գումարի հնարավորություն չունեին։ Տիկին Հռիփսիմեի սրտի անոթների ստենտավորման ծախսն այս տարվանից փոխհատուցում է պետությունը առողջության համընդհանուր ապահովագրությամբ։ Վանաձորի բժշկական կենտրոնում 2026-ին արդեն ավելի քան 250 բուժառու է վիրահատվել, որոնցից մոտ 150-ը նոր ներդրված համակարգի շրջանակում։ Չգիտեի հնարավորություն որտեղից կստեղծվեր, որ այդ մեծ գումարը ես կարողանայի տալ։ Բժշկուհի եմ եղել, հիմա թոշակառու եմ, այդքան մեծ գումարի հնարավորություն անձամբ ես չունեի, երեխաները չունեին։ Բուժառուներից մոտավորապես 40 հոգին պատկանում են ինվազիվ սրտաբանության, միջամտական սրտաբանության ոլորտին, ում կատարվել է տարբեր տեսակի միջամտություններ, կորոնարոգրաֆիա եւ նաեւ միջամտություններ վիրատական, ներանոթային, ստենտավորում եւ կամ բալոնային անգիոպլաստիկա։ Օրինակ, մի բուժառուի ում կատարվել է ստենտավորում 3 ստենտ, այդ պարագայում ապահովագրությունը փոխհատուցել է 1.700.000 դրամի չափով մեկ բուժառուի համար։ Ամենապակասը մեկ ստենտի համար փոխհատուցվել է 900.000 դրամի չափով։ Վանաձորի բժշկական կենտրոնում առողջության ապահովագրությամբ իրականացվում են բարդ ու թանկարժեք վիրահատություններ, բոլորը ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ունեցել ենք նաև դեպքեր, բուժառուի մոտ ախտորոշվել է ինչ-որ հիվանդություն, ցուցվել է ինչ-որ միջամտություն, որը որ պետք է կատարվեր պլանային կարգով, վճարով հիմունքներով, հաշվի առնելով արժեքի բարձր լինելը, շատ բուժառուներ չեն դիմել, բայց այս ծրագրի ներդրման արդյունքում բազմաթիվ բուժառուներ դիմել են նախկինում ախտորոշված, ցուցված վիրատական միջամտություններ պլանային, դիմել են եւ ստացել են համապատասխան բուժօգնություն բացարձակ անվճար։ Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրին միացել են մարզի բոլոր բժշկական կենտրոններն ու համաբուժարանները։ Մոտ 200 բուժառու սպասարկվել է ամբողջ մարզի բժշկական կենտրոններում, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Վանաձորի բժշկական կենտրոն եւ Տաշիրի բժշկական կենտրոններ, ստանալով ոնց պլանային, այնպես էլ անհետաձգելի բուժօգնություն։ Եվ իհարկե իրականացվում են նաև սպասարկումներ ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում, հիվանդների եւ նեղ մասնագիտական ուղեգրումներ եւ բարդ եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող դժվարամատչելի հետազոտություններ եւ դեղապահովման հետ կապված նաեւ սպասարկում եւ մոտ 650 շահառու սպասարկվել է առաջնային օղակում։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը փոխում է բուժօգնության հասանելիության տրամաբանությունը Հայաստանում, իսկ Վանաձորի բժշկական կենտրոն դիմելիությունն ու կատարվող թանկարժեք միջամտությունները փաստում են, փոփոխությունն ամենալավը զգում են հենց բուժառուները։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։